Հարգելի հայրենակիցներ, դուք եք նկատել, որ վերջի տարիներում ոչ մի հայրենասիրական երգ չի գրվել։ Չկան նոր հայրենասիրական երգեր։ Հայրենասիրական ֆիլմեր չեն նկարվել։ Չկան։ Նոր հայրենասիրական ֆիլմեր չկան։ Հայաստանի թատրոններում ցուցադրում են անճաշակ, ցածր մակարդակի չոր կոմեդիաներ։ Ու սա զարմանալի չէ, որովհետև ինչպես որ բոլոր ոլորտներում է լճացում, այնպես էլ մշակույթի ոլորտում։ Որպեսզի հասկանանք սա ինչու է այսպես, պետք է ուղղակի նայենք, թե ով է Հայաստանի կրթության, գիտության նախարար ուհին։ Խնդրեմ։ Այսինքն չկա հայրենասիրության կոնցեպցիա որպես այդպեսին, հայրենասիրության կոնցեպցիան ինքը փուչիկ է, հայրենասիրության կոնցեպցիան անհրաժեշտ է որպես մոբիլիզացիոն գաղափար, ասենք պատերազմների ժամանակ, բնական արհավիրքների ժամանակ եւ այլն, բայց որպես այդպեսին հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է, որովհետեւ ինքը թույլ է տալիս abstract-ը սիրելով չսիրել կոնկրետ այդ հայրենիքը ոչ ոք դեռ որ չգիտի թե ինչ է եւ որտեղ է սկսվում ու ավարտվում, ծովից ծով է, Սևանից գառնի է, չգիտեմ, ջերմուկում է, թե ծաղկաձորում է, կախված նրանից թե ով ինչպիսի զարգացման ծրագրեր ունի, Որոշ մարդիկ օժտված են մի այսպիսի շատ վատ հատկությամբ, հարմարվողականություն, անհամակերպվելու հատկություն։ Իմ կարծիքով սա շատ վատ հատկություն է եւ այսպիսի մարդիկ իմ ընկալումով մեռած մարդիկ են։ Ֆիզիկապես իրենք ողջ են, բայց որպես անձ մահացած են, որովհետեւ միայն մահացած մարդն է, որ չի պայքարում, չի ընդվզում։ Եվ այս հարմարվող, համակերպվող մարդիկ ստանում են յուրաքանչյուր ֆորմա, որի մեջ իրանց դնում են։ Ընդունում են յուրաքանչյուր խաղի կանոններ։ Ասենք, երեք Սերժն էր ղեկավար, ընդունել էին Սերժի խաղի կանոնները, հարմարվել էին, համակերպվել էին ու ապրում էին։ Հիմա Նիկոլն է, Նիկոլի խաղի կանոններն են ընդունել, համակերպվել են, հարմարվել են ու ապրում են։ Պատկերացրեք, ուսուցիչները, մտավորականները, որոնք ազգի գաղափարն են, խելքն են։ Ուսուցիչ դառնալու համար պետք է 5-6 տարի սովորել, գիշերները չքնել, գրել, կարդալ, կրթվել, քննություններ հանձնել, որպեսզի ստանաս դիպլոմ եւ ինքդ էլ իրավունք ունենաս կրթել երիտասարդ սերունդին։ Ու պատկերացրեք, այս անձնավորություններին այսօր թելադրում են դպրոցներից հանել հերոսների անկյունները, սրանք հանում են, գրքերից հանել տվյալ թեմաները հանում են, խոսել կամ երեխաներին թելադրել խոսել կամ թույլատրել խոսել այս թեմայից կամ այս թեմայից խոսելու թույլատրություն չտալ, ասենք Արցախի նկարները ցուցահանդեսներում չկախել, հերոս տղաների նկարները չնկարել, ջնջել, պատմության գրքերը փոխել, ցեղասպանությունը դնել հարցականի տակ, Արարատը չնկարել, ու այս ամեն ինչի հետ ամենախելացի կրթված մասան, որ համարում ենք ուսուցիչներին, որոնք իրենք էլ սերունդ են կրթում, համակերպվել են, հարմարվել են։ Ու ինչի ենք զարմանում, որ մենք ունենք դեգրադացված սերունդ, ստանում ենք դեգրադացված սերունդ։ Ազգին ոչնչացնելու համար հենց պետք է փչացնել ուղեղը։ Շատ կներեք, որ ես բառով եմ ասում մոզգը։ Եթե մոզգը փչացնում ես, էլ այնտեղ ֆիզիկական ոչինչ չի մնում։ Դուք որ հարմարվել եք, ձեզ թելադրում են այս բեմադրությունը ցույց տալ, սրա մասին նկարեք, սրա մասին չխոսեք ու ընդվզում չունեք, հարմարվել եք, համակերպվել եք, ընկերներ, կներեք, բայց դուք մահացած մարդիկ եք, մեռած մարդիկ եք, որովհետև եթե դուք այդպիսի սրբությունների համար չեք պայքարում, ընդվզում չունեք եւ այն 1-2 հոգին, որ ընդվզումը արտահայտում, մնում են առանց աշխատանքի կամ նրանց վտարում են աշխատանքից ու դուք լուր համակերպված այդ ամեն ինչին նայում եք։ Կան մարդիկ ասում են, ես քաղաքականությունից հեռու եմ։ Դու քաղաքականությունից հեռու ես, բայց քաղաքականությունը շատ մոտ է քեզ։ Դու քաղաքականություն չես մտնում, բայց քաղաքականությունը մտնում է քո կյանք։ Ու ուշ թե շուտ, այն ինչի նկատմամբ որ դու անտարբեր ես, այսօր ուրիշի կյանքի նկատմամբ, ուրիշի ճակատագրի, քո եղբոր, քո հարևանի, այդ ամենը մի օր դուրը թխկացնելու է ու գա քո տան մեջ նստի, որովհետև եթե անոթի մեջ կեղտաջուր է լցվում, դու գտնվում ես ընդհանուր անոթի մեջ, այդ անոթի մեջ հետս հետ է կեղտաջուր է լցվում, անհնար է, որ դու այդտեղ չկեղտոտվես։ Եթե դու չես պայքարում նման երևույթների դեմ, նրանք մի օր գալու են, մտնեն քո կյանք, քո երեխայի կյանք, նոր սերունդների կյանք։ Այնպես որ մենք չենք երազում մասնակից լինել քաղաքականությանը, բայց ես
կենդանի մարդ եմ։ Ես հասկանում եմ, տեսնում եմ ինչա կատարվում իմ երկրի ու ազգի հետ։ Այնպես չի, որ անելու ոչինչ չունենք, զբաղվում ենք քաղաքականությամբ, բայց անտարբերը դա մեռած մարդն է։